Չինիբեկը, կիրգիզական հեքիաթ։ Ժուկով ժամանակով իրար հարևան երկու բայ են ապրելիս լինում։ Մեկի անունը Մինբայ է լինում, իսկ մյուսինը Ջուզբայ։ Մինբայը 1000 ոչխար է ունենում, իսկ Ջուզբայը միայն 100։ Օրերից մի օր Մինբայի որդին իրենց հոտը արոտ է տանում, իսկ ինքը խոր քուն է մտնում։ Հոտի մեջ գայլեր են ընկնում ու սկսում են կոտորել։ Այդ ամենը տեսնում է Ջուզբայի որդին, Չինիբեկը, որը մոտերքում իրենց ոչխարներին էր պահում։ Նա ավազում է Մինբայի որդու մոտ ու սկսում է քնից արթնացնել։ Մինբայի որդին բացում է աչքերը և չիմանալով ինչն ինչոց է, հարձակվում է Չինիբեկի վրա։ «Ինչի արթնացրիր ինձ», գոռում է նա, «ես հիանալի երազ էի տեսնում, դե իմ երազը վերադարձրու ինձ»։ «Այդ ինչ երազ էր, պատմիր լսեմ», հարցնում է Չինիբեկը։ «Դե լսիր, երազումս իբր գլխիցս ոսկե արև ծագեց, իսկ ոտքերիցս արծաթե լուսին դուրս եկավ, հետո կուրծքս ճեղքվեց ու այնտեղից ադամանդե աստղեր թափվեցին, միթե մեր հոտը կարելի է սրա հետ համեմատել»։ Չինիբեկը լսում է և շատ զարմանում։ Ոսկե արև, արծաթե լուսին, ադամանդե աստղեր, չէ՞ որ այս բոլորը մի ամբողջ հարստություն է։ «Իսկ քո երազը չես ծախի», հարցնում է նա։ «Կծախեմ», ասում է Մինիբայի որդին։ «Գայլերը ինչքան ոչխար են կոտորել, էնքան կտաս ձեր հոտից»։ Չինիբեկը համաձայնում է։ «Լավ, արի հաշվենք, թե քանի ոչխար է պակասում»։ Հաշվում են։ Պարզվում է, որ 100 ոչխար է պակասում, ճիշտ այնքան, որքան Չինիբեկը ուներ։ Չինիբեկը տալիս է իր ոչխարները և ուրախ տուն գնում։ Տեսնում է նրան Ջուզբայն ու զարմանում։ «Այ տղա, բա մեր ոչխարները ուր ես թողել»։ Չինիբեկը ուրախ ժպտալով պատասխանում է. «Հայրիկ, ոչխարները տվեցի հիասքանչ երազի փոխարեն»։ Ջուզբայը չի հավատում։ «Միթե 100 ոչխար ես տվել մի երազի համար։ Մի բարկացիր, հայրիկ, քեզ կպատմեմ այդ երազը։ Էնտեղ անթիվ անհամար հարստություն կա, ոսկե արև, արծաթե լուսին ու ադամանդե աստղեր»։ Ջուզբայը շատ է բարկանում ու գոռում է. «Դու իսկական հիմարի մեկն ես, միթե երազը կարելի է առնել։ Դու իմ տունը քանդեցիր, ինձ աղքատ դարձրիր։ Գնա հենց հիմա, գնա ու ետ բեր իմ 100 ոչխարը, չբերես, այլևս տուն չգաս։ Խելք հավաքելու ժամանակն է, դատարկ գլխով դժվար է այս աշխարհում ապրելը»։ Չինիբեկը հեռանում է տանից ու գնում է ուր որ աչքը կտրի։ Շատ է թափառում լեռներում սոված ու ծարավ։ Չինիբեկը այլևս չի դիմանում ու դառը լաց է լինում։ Հենց այդ ժամանակ մոտիկից մի ագռավ էր թռչում։ «Այ ագռավ», ասում է Չինիբեկը թռչունին, «մի լավություն արա, քանի օր է սոված ու ծարավ եմ, խնդրում եմ օգնիր ինձ»։ Ագռավը նստում է մի քարի ու պատասխանում. «Չէ, ես քեզ չեմ խղճա, դու էլ ինձ չես խղճացել։ Հիշում ես, մի անգամ ինձ քարով խփել ես, քեզ վիճակված է սովամահ լինել»։ Եվ ագռավը թռչում ու գնում է։ Հետո Չինիբեկը մի աղավնի է տեսնում ու ասում. «Աղավնի, սիրելիս, արի ինձ մի լավություն արա, արդեն քանի օր է ինչ սոված ու ծարավ եմ, խնդրում եմ օգնիր ինձ»։ «Չէ, ես քեզ չեմ խղճա», պատասխանում է աղավնին։ Հիշիր, ինչպես ձմեռվա կեսին աղավնիների մի երամ ձեր բակը իջավ, իսկ դու թակարդ դարեցիր, բռնեցիր խեղճերին, տապակեցիր ու կերար։ Մեր ընտանիքից միայն ես վրձա։ Հիմա դու դատապարտված ես սովամահ լինելու։ Եվ աղավնին այս ասելով թռչում է։ Չինիբեկը հիշում է մանկական իր չարաճճիությունները և շատ է փոշմանում դրանցից։ Սոված ու հոգնած ճամփա է ընկնում։ Երեկոյան բոլորովին ուժասպառ է լինում, ցած է գլորվում ու անմիջապես քնում։
Հենց այդ ժամանակ նրան է մոտենում մի սպիտակ ձիավոր և ղամիչով հրելով նրան ձայն է տալիս. «Շուտ վեր կաց ու նստիր իմ ետևը»։ Տղան զարթնում է, նստում է ձիավորի ետևը և նրանք սլանում են լեռնային արահետով։ Արշալույսը վրա է հասնում։ Ճամփորդները կանգ են առնում, իջնում են ձիուց և միայն այդ ժամանակ են իրար երեսի նայում։ Չինիբեկը իր դիմաց մի գեղեցիկ աղջիկ է տեսնում։ Իսկ աղջիկը, հենց որ նայում է տղայի դեմքին, բարձր աղաղակում է և կապարճից մի նետ հանում։ «Ինձ մի սպանիր», խնդրում է տղան։ «Քեզ ոչ մի վատություն չեմ արել։ Ախր ինքդ ասացիր, որ քո ձին հեծնեմ։ Նետահարելու փոխարեն ավելի լավ կլինի խղճայիր ինձ ու խելք խրատ տայիր։ Հայրս ասում է, որ դատարկ գլուխը դժվար է այս աշխարհում դիմանալ։ Գուցե օգնես, որ մեր ոչխարները ետ ստանան»։ «Ինչ ոչխարներ», հարցնում է աղջիկը։ Չինիբեկը ամեն ինչ պատմում է, և աղջիկը քահ-քահ ծիծաղում է այդ հիմար տղայի վրա, որը 100 ոչխարով մի ինչ-որ երազ էր գնել։ Հետո աղջիկը պատմում է իր մասին։ Պարզվում է, որ նա կախարդ Գուլակի աղջիկն է, և անունն էլ Այսուլու է։ Նրան նշանել են կախարդ Սեիդի տղայի, Օմուրալիի հետ։ Այդ գիշեր նա Օմուրալիին պիտի հանդիպեր հենց այնտեղ, որտեղ քնած էր Չինիբեկը։ Նրանք պետք է գնային իր փեսացուի ծնողների մոտ և այնտեղ էլ պսակվեին։ Բայց Օմուրալին երևի օրերը շփոթել է և չի եկել։ Իսկ Այսուլուն գիշերային խավարում Չինիբեկին իր փեսացուի տեղն էր դրել։ «Ուրեմն հիմա ես փեսացուն եմ, իսկ դու հարսնացու՞ն», ասում է Չինիբեկը։ «Դե ինչ արած։ Մարդ իր թախտից կարող է փախչել, բայց բախտից չի կարող։ Ես համաձայն եմ։ Իմ խուրջինի մեջ բավական հարստություն կա, իսկ խելքս երկուսիս էլ բավական է»։ Այսպես նրանք գնում են մի անծանոթ տեղ։ Այնտեղ ամուսնանում են։ Մի գեղեցիկ յուրտ են առնում։ Անասուններ ճարում և ջահել կինը իր ամուսնուն զանազան իմաստություններ է սովորեցնում։ Այսպես անցնում են շատ օրեր։ Լուրը, որ Այսուլուն ամուսնացել է Չինիբեկ անունով մի ինչ-որ ջիգիթի հետ, հասնում է Ումուրալին։ Սա կատաղում է և որոշում է Չինիբեկին սպանել, Այսուլուին տիրանալու համար։ Նա հավաքում է իր ջիգիտներին ու ընկնում ճամփա, իր սիրած աղջկան գտնելու։ Այդ բանը լսում է Այսուլուն։ Ամենը պատմում է Չինիբեկին, թե ինչ վտանգ է սպառնում իրենց, և նրան սպիտակ յուրտ է դարձնում։ Յուրտը դնում է Օմուրալիի ու նրա ջիգիտների ճանապարհի վրա։ Այսուլուն մտածում է, որ նրանք յուրտում երկար ճանապարհից հետո մի լավ կհանգստանան։ Յուղոտ միս կուտեն, որը արդեն եփվում էր օջախին կախված պղնձի մեջ։ Բայց Ումուրալին յուրտը տեսնում է, թե չէ, սիրտը մի կասկած է ընկնում։ «Սա խորհրդավոր յուրտ է», ասում է նա։ «Առաջ էստեղ ոչինչ էլ չկար։ Երևի հենց ինքը Չինիբեկն է կանգնել իմ ճանապարհին և յուրտ դարձել։ Հապա մտրակներով անխնա խփեք էս յուրտին»։ Բայց ջիգիտները կասկածում են. մարդը ո՞նց կարող է դառնալ յուրտ։ Նրանք մտածում են, որ յուրտի տերը ինչ-որ տեղ է գնացել և երևի շուտով կգա։ Նրանք իջնում են ձիերից և յուրտ մտնում։ Ջիգիտները ուզում են պղինձը կրակից իջեցնել, բայց չեն կարողանում և շուռ են տալիս պղինձը։ Եռման ջուրը այրում է յուրտում եղածներին, ոչ ոք կենդանի չի մնում։ Չինիբեկը տուն է գալիս ու իր կնոջը պատմում, թե ինչպես են Օմուրալին ու իր բոլոր ջիգիտները մեռել յուրտում։ Դրանից հետո նրանք հաշտ ու խաղաղ շարունակում են ապրել։ Բայց ծերունի Սեիդը իմանում է իր որդու մահը և երդվում է վրեժխնդիր լինել։ Նույն ճանապարհով գնում է Չինիբեկի մոտ։ Այսուլուն Չինիբեկին կախարդից փրկելու համար նրան հիմա էլ դարձնում է ուխտի ձագ։ Բայց Սեիդը անմիջապես ճանաչում է Չինիբեկին։ Արկանով բռնում է և իր տունը բերում դրան։
Գետնին մի երկաթ սեպ է խփում։ Ուխտի ձագին ամուր կապում է և սկսում անխիղճ ծեծել։ Հետն էլ ասում է. «Վերադարձրու հարսին, կենդանացրու իմ մեռած որդուն»։ Ուխտի ձագը դառը լաց է լինում։ Այդ բանը տեսնում են ծերունի Սեիդի աղջիկները, Աշիմժանն ու Կիշիմժանը։ Նրանք խնդրում են իրենց հորը, որ խեղճ կենդանուն այդպես չտանջի։ Թանկագին հայրիկ, միթե մարդ կարող է ուխտի ձագ դառնալ։ Ավելի լավ է դրան մեզ տուր։ Մենք կտանենք աղի լճի մոտ։ Եթե սկսի ջուր խմել, ուրեմն իսկական ուխտի ձագ է։ Իսկ եթե չխմի, ուրեմն Չինիբեկն է։ Այդ ժամանակ մենք դրան ետ կբերենք և կտանք քեզ։ Հայրը համաձայնում է և ուխտի ձագը տալիս է աղջիկներին։ Աղջիկները ուխտի ձագին տանում են աղի լճի մոտ, բայց հենց ոտքը ջրի մեջ է դնում, անմիջապես արճիճ է դառնում ու սուզվում է ջրի հատակը։ Աղջիկները լաց են լինում, ետ են գալիս հոր մոտ ու ամեն ինչ պատմում։ Ծերունին շատ է բարկանում։ Ախր չէ, որ ասացի ձեզ, իսկ դուք ինձ չլսեցիք։ Գիտեի, որ այդպես էլ լինելու է։ Դե լավ, ինչ արած։ Լճապ գնանք և ցույց տվեք այն տեղը, որտեղ նա սուզվել է։ Ես մի բան կանեմ ու կգտնեմ նրան։ Նրանք գնում են լճապ։ Աղջիկները ցույց են տալիս ամենածանծաղ տեղը։ Սեիդը մի բուռ ջուր է վերցնում և նրա ձեռքի մեջ մի կտոր արճիճ է մնում։ Բայց հենց Սեիդը ուզում է վերցնել արճիճը, Չինիբեկը դառնում է սարդ ու բարդու բնով վեր մագլցում։ Սպասիր, տես, թե քեզ ոնց եմ խաբելու, փնթփնթում է Սեիդը ու ճնճղուկ դառնում։ Չինիբեկը անմիջապես ցին է դառնում ու հարձակվում է ճնճղուկի վրա և նրա բմբուլները քամուն տալիս։ Այդպես Չինիբեկը հաղթում է հզոր կախարդ Սեիդին։ Վերադառնում է իր կնոջ մոտ ու ամեն ինչ պատմում։ Մենք պետք է այստեղից հեռանանք, որոշում են նրանք։ Եվ տեղափոխվելով Կարախանի տինը, իրենց յուրտը այնտեղ են կանգնեցնում։ Բայց նոր տեղում նրանք երկար չեն կարողանում հանգիստ ապրել։ Մի անգամ Կարախանը, որի մարդիկ այդպես էին կոչել իր չարության ու դաժանության համար, իր ջիգիտների հետ բազեով գալիս է որսի։ Նա իր բազեին բաց է թողնում նապաստակի վրա, բայց բազեն որսի հետևից գնալու փոխարեն թռչում է դեպի Չինիբեկի յուրտը և իջնում ուղիղ դրա վրա։ Խանը ձին քշում է յուրտի մոտ ու բարկացած հրամայում է. «Հեյ, ներսը ով կա, բազես բռնեք ու ինձ տվեք»։ Այսուլուն Չինիբեկին շշուկով ասում է. «Երևի ինքը խանն է, դուրս արի ու բազեն իրեն տուր»։ «Դու դուրս արի, սիրելիս», պատասխանում է Չինիբեկը։ «Խանը քեզ ոչ մի վատ բան անել չի կարող»։ Այսուլուն յուրտից դուրս է գալիս։ Եվ խանը նրան տեսնելով նրա գեղեցկությունը, անսպասելիությունից ձիուց վայր է ընկնում։ «Միթե երբեք ջահել կին չեք տեսել», հանդիմանում է Այսուլուն խանին, նստեցնում է ձիու վրա ու բազեն ձեռքը տալիս։ Կարախանը սիրահարվում է Այսուլուին, հավաքում է իր բոլոր իմաստուն մարդկանց ու պահանջում օգնել, որ կարողանա տիրանալ այդ գեղեցկուհուն։ Բայց ոչ ոք մի կարգին խորհուրդ չի տալիս նրան։ Խանը որոշում է Չինիբեկին մեջտեղից հանել։ Իր մոտ է կանչում նրան, սիրով ընդունում, լավ հյուրասիրում և հետո ասում. «Օ քաջարի ջիգիտ, օ դու Չինիբեք, քո յուրտը շատ հեռու ես կանգնեցրել։ Դու երևի առանց վարճության ձանձրանում ես քո յուրտում։ Արի իրար հետ տապկնոցի խաղանք։ Եթե ես գտնեմ, կնոջդ ինձ կտաս։ Ինքդ էլ հուր հավիտյան այս տեղերից կհեռանաս ու կգնաս»։ Չինիբեկը ինչ կարող էր անել, ստիպված համաձայնում է։ Առաջինը խանն է թաքնվում։ Չինիբեկը դես է վազում, դեն է վազում, բայց խանին ոչ միտեղ չի գտնում։ «Հեյ, Չինիբեք, էդ ինչ ես փնտրում», հարցնում է Այսուլուն։
Չինիբեկը նրան պատմում է, թե խանը ինչ օին է խաղացել իր գլխին։ Իզուր քեզ մի տանջիր, գոմ մտիր, էնտեղ մի սպիտակ այծ կտեսնես, բռնիր մորուքից ու անխնա ծեծիր, խանը չի դիմանա ու նորից մարդկային կերպարանք կստանա։ Չինիբեկը այս լսելով շատ է ուրախանում, վազում է գոմ, բռնում է սպիտակ այծի մորուքից ու տուր թե կտաս։ Օ քաջարի ջիգիտ Չինիբեկ, էս անգամ դու խաղը տարար, խեղճ ասում է խանը։ Կարախանը երկրորդ անգամ է թաքնվում։ Նորից Չինիբեկը փնտրում է նրան, բայց կրկին ոչ մի տեղ չի գտնում։ Էդ ինչու ես իզուր վազվզում, կիրճով վեր գնա, էնտեղ մի մենավոր բարդի կտեսնես, կացիննար ու ծառը կտրի, ասում է Այսուլուն։ Չինիբեկը վերցնում է կացինը, կիրճով վեր գնում, գտնում մենավոր բարդին ու սկսում կտրել։ Դե լավ, նորից խաղը դու տարար, Չինիբեկ, լսվում է մի ձայն ու խանը հայտնվում է։ Կարախանը թաքնվում է հիմա էլ երրորդ անգամ։ Այսուլուն Չինիբեկին իր մոտ է կանչում ու ասում. Հիմա խանին մոտերքում չես գտնի։ Հեռվում մի ճահճացած լիճ կա, լճափին մի սև ուղտ է պառկած, 12 ամուր փայտ կտրիր, լճակի մոտ գնա և ուղտին էնքան ծեծի, մինչև ձեռքիդ 12 փայտերը կոտրվեն, միայն այդ ժամանակ ուղտը մարդու կերպարանք կստանա։ Չինիբեկը այդպես էլ անում է, նա 12 փայտ է կտրում ու գնում լճափ, ափին գտնում է ուղտին և այնքան ծեծում, մինչև որ բոլոր փայտերը ջարդվում են։ Խանը նորից ստիպված է լինում իրեն պարտված ճանաչել։ Էս անգամ էլ հաղթեցիր, Չինիբեկ, հիմա դու թաքնվիր, տեսնենք, թե ինչ ես անելու։ Այսուլուն որոշում է օգնել ամուսնուն։ Չինիբեկին նա դարձնում է մատանի, դնում իր մատին ու նստում հագուստի փեշը կարելու։ Խանը Չինիբեկին փնտրում է ամեն տեղ, և թեղու կատարին, և ծաղկեբասակի մեջ, և լեռնային գետակի հատակում, նույնիսկ ամպերին է նայում, ու այնտեղ չի թաքնվել այդ խորամանկ Չինիբեկը։ Կարախանը բարկացած ու հոգնած վերադառնում է։ Օ քաջարի ջիգիտ, դու խաղը տարար, ասում է նա։ Ասում է, թե չէ, Այսուլուի մատից մատանին ցած է ընկնում, և Չինիբեկը իր առաջվա տեսքն է ընդունում։ Հաջորդ անգամ Այսուլուն Չինիբեկին դարձնում է թել, ասեղը թելում և դեռ ծայրն էլ կապ է գցում։ Խանը անտառը ամբողջովին տակնու վրա է անում, լեռներն է բարձրանում, բայց ոչ մի տեղ նրան չի գտնում, և երբ բոլորովին հոգնում է, նորից ձայն է տալիս. Դե լավ, Չինիբեկ, դու տարար խաղը։ Երրորդ անգամ Այսուլուն ամուսնուն դարձնում է ասեղ ու խրում իր օձիքի տակ, և նորից խանը փնտրում է նրան, հոգնածությունից քրտինքի մեջ կորում, բայց նորից ոչ մի տեղ չի գտնում, ու տխուր տրտում ձայն է տալիս. Դե լավ, նորից դու տարար, Չինիբեկ, դուրս արի։ Չէ՞ որ ես այստեղ էի, էդ ոնց չնկատեցիր ինձ, ասում է Չինիբեկը։ Կարախանը բարկությունից գույնը գցում է, բայց զսպելով իրեն քաղցր ձայնով ասում է. Չինիբեկ, դու շատ խելոք ու քաջ ջիգիթ ես, բայց իմ խանությունը քեզ տալուց առաջ մի բան եմ խնդրում։ Շատ եմ ուզում, որ քո մասին ոչ միայն ես, այլև են աշխարհում իմանան։ Երկինք գնա իմ հոր մոտ և 7 օրվա մեջ նրանից մի նամակ բեր։ Չինիբեկը Այսուլուին պատմում է, թե խանը իրենից ինչ է ուզում։ Նրանք իրար հետ խելք-խելքի են տալիս, ու խանի մեռած հոր անունից մի այսպիսի նամակ են գրում. Որդյակիմ, դու լավ ես երկիրդ կառավարում, ու քո փառքը մեծ է, որպեսզի դու ոչ մի ժամանակ չկորցնես քո իշխանությունը, ինձ մոտ արի, ես քեզ
բարի խորհուրդներ կտամ։ Չինի բեկը նամակը դնում է գրպանը և 7 օր հետո գնում խանի մոտ։ Նամակը տալիս է նրան։ Հանգուցյալ հայրս ինձ իր մոտ է կանչում։ Ես մի քանի օրով պետք է գնամ նրա մոտ։ Այսպես է խանը կարդում նամակը իր շուրջ հավաքվածների համար։ Հետո խանը Չինի բեկից պահանջում է, որ իրեն իր հանգուցյալ հոր մոտ տանի։ Չինի բեկը համաձայնում է։ Նա 100 մետր երկարությամբ մի արկան է խնդրում։ Նաև մի մեծ քոթուկ և խանին լեռան գագաթն է տանում։ Այստեղ Չինի բեկը խանին արկանով կապում է քոթուկից ու բարձունքից ցած գլորում։ Այ հիմար խան, իսկապես որ կհանդիպես քո հանգուցյալ հորը, ասում է Չինի բեկը։ Այսպես անփառունակ վախճան է ունենում չար ու նախանձ Կարախանը։ Ոչ ոք նրա համար չի ցավում։ Իսկ Չինի բեկը, հավաքելով ժողովրդին, ասում է. Դե հիմա ձեզ համար մի արդար խելոք խան ընտրեք։ Մեկին, ով կարողանա օգնել իր ժողովրդին ու քաջ լինել թշնամու հանդեպ։